3-ամյա Տիգրան Հովհաննեսյանի մահվան գործով դատարան է ներկայացվել միջնորդություն, նրա հորը Արմեն Հովհաննեսովին կալանավորելու վերաբերյալ։ Քննությունն այս պահին փորձում է հստակեցնել, ինչ է տեղի ունեցել երեխայի անհետացման և հայտնաբերման միջև անցած օրերին։ Տիգրանի մահը նախնական տվյալներով տեղի է ունեցել 2-3 օր առաջ, այն ժամանակ, երբ որոնողական խմբերը շարունակաբար փնտրում էին նրան ողջ վիճակում։ Երեխան հայտնաբերվել է հողի վրա, բաց աչքերով և հողոտ ձեռքերով։ Քննության ընթացքում Տիգրանի հայրը հայտնել է, որ երեխայի մարմինը տեղափոխել է տարբեր վայրեր։ Այս հանգամանքը դարձել է նրա նկատմամբ կալանքի միջնորդության հիմնական պատճառներից մեկը։ Պաշտոնական մարմիններն ուսումնասիրում են այդ գործողությունների դրդապատճառները։ Տիգրանի քույրը նշել է, որ երեխան ինքնուրույն հեռու չէր գնա։ Նա հաճախել է մանկապարտեզ, եղել համագործակցող և տուն վերադառնալու հաստատուն սովորությամբ։ Գործի հիմնական հարցերից մեկն է, ինչպես է նա հայտնվել այդ վայրում և ինչ է իրականացվել մինչ նրա մահը։ Ընտանիքի մասին հայտնի է, որ սոցիալական և առողջական խնդիրներ ունեն։ Հարևաններն ու ընտանիքին ճանաչողները տալիս են տարբեր, հաճախ իրարից տարբերվող տեղեկություններ։ Քննիչները զտում են այդ ցուցմունքները, պարզելու ընտանիքի ներսում հնարավոր խնդիրները, որոնք կարող էին կապ ունենալ ողբերգության հետ։ Պաշտոնական մարմինները դեռ չեն հրապարակում վերջնական եզրակացություն։ Նշվում է, որ աշխատանքը շարունակվում է, և յուրաքանչյուր նոր փաստ կարող է փոխել գործի ընդհանուր պատկերը։ Մինչ այդ, դատարանը որոշում կկայացնի, արդյոք Տիգրանի հայրը կալանքի տակ կշարունակի մնալ քննության ընթացքում։ Երեխայի հուղարկավորությունն արդեն նախապատրաստվում է։ Քննությունը շարունակվում է, նպատակ ունենալով ամբողջությամբ պարզել դեպքի հանգամանքները։ Քննության կարևոր ուղղություններից մեկն այս պահին Տիգրանի մահվան պատճառի ճշտումն է։ Դատաբժշկական փորձաքննությունը պետք է որոշի, մահը տեղի է ունեցել բռնության հետևանքով, թե այլ հանգամանքների։ Հստակեցվում է նաև, եղել է արդյոք որևէ փորձ երեխայի հետագա հայտնաբերումը հետաձգելու կամ խոչընդոտելու համար։ Այս հարցի պատասխանն ուղղակի ազդեցություն ունի գործի իրավական որակման վրա։ Ոստիկանությունը պարզում է, արդյոք ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ տեղեկացված է եղել երեխայի գտնվելու վայրի մասին որոնումների ընթացքում։ Այս ուղղությամբ իրականացվում են կրկնակի հարցաքննություններ և տեսագրությունների վերլուծություն։ Տարածքում, որտեղ հայտնաբերվել է Տիգրանը, որոնողական աշխատանքները նախապես արդեն իրականացվել էին։ Հետևաբար քննիչները պարզում են, ինչու այդ ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել։ Ստուգվում են ինչպես տարածքի տեսանելիության առանձնահատկությունները, այնպես էլ հնարավոր տեղափոխման վարկածը։ Տիգրանի հայրը, ըստ քննության տվյալների, նախնական հարցաքննության ընթացքում տվել է տվյալներ, որոնք չեն համընկնում նախկինում արված հայտարարությունների հետ։ Այս հակասությունները ուսումնասիրվում են առանձին։ Քննությունը չի տալիս գնահատականներ ընտանիքի կյանքի պայմաններին կամ սոցիալական վիճակին, բայց այդ գործոնը նույնպես ստուգվում է, հասկանալու եղել են արդյոք ռիսկի նախանշաններ, որոնք հնարավոր էր կանխել։ Իրավապահները խնդրում են խուսափել չստուգված տեղեկատվության տարածումից, քանի որ այն կարող է խոչընդոտել նախաքննական գործողություններին։ Տարածվող ցանկացած չհաստատված մեկնաբանություն կարող է վնասել ինչպես գործի ընթացքին, այնպես էլ երեխաների հոգեբանական վիճակին։ Գաղտնիության սկզբունքը պաշտպանում է նաև Տիգրանի եղբայրներին և քրոջը, որոնց ցուցմունքները կարևոր են, բայց չեն կարող ամբողջությամբ հրապարակվել։ Նրանք մնում են հոգեբանական աջակցություն ստացողների խնամքի ներքո։ Քննչական կոմիտեն հաստատում է, որ գործում դեռ կան մի շարք չպարզված հանգամանքներ, և որևէ եզրահանգում վաղաժամ է։ Դատարանի որոշումը հոր նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ կլինի քննության հաջորդ կարևոր փուլերից մեկը։ Քննության մեջ է վերցրել Տիգրանի անհետացման ուղիղ ժամանակագրությունը։ Մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո, ինչ ժամը, ինչ ճանապարհով և ով է նրան վերջինը տեսել։ Այս փուլում ստուգվում են բոլոր տվյալները։ Տեղեկացված է, որ վերջին անգամ Տիգրանին նկատել են տան բակում ոչ հեռու այն վայրից, որտեղ հետագայում հայտնաբերվել է նրա մարմինը։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև արտակարգ իրավիճակների ծառայության խումբը և կամավորներ։ Օրեր շարունակ իրականացվել են սուզվելու, ջրանցքներում ստուգման, անտառային հատվածներում մանրակրկիտ ուսումնասիրության գործողություններ։ Այդ մասերում տեղադրված տեսախցիկների գրառումներն այժմ ուսումնասիրվում են կադր առ կադր։ Ծնողներից վերցված առաջին բացատրությունները չեն համընկել գտման վայրի ու ժամկետի հետ։ Այդ պատճառով քննիչները վերադարձել են նրանց հարցաքննությանը
ստուգելու յուրաքանչյուր հիշված քայլ։ Հենց այս հակասություններն են Տիգրանի հոր նկատմամբ կալանքի միջնորդության հիմքում։ Դատաբժշկական փորձաքննությունն ուսումնասիրում է էլ մեկ կարևոր հանգամանք, եղել են արդյոք ձեռքերի հողի հետ կապված հետքեր, որոնք կարող են ակնարկ տալ շարժման կամ դիմադրության մասին։ Այդ տվյալները համադրվում են գտնվելու վայրի հողի նմուշների հետ, որպեսզի պարզվի, երեխան եղել է հենց այդտեղ, թե տեղափոխվել է։ Տիգրանի մահվան ստույգ ժամի որոշումը դարձել է քննության ամենակարևոր մասը։ Եթե ստացվի հստակեցնել, քանի օր առաջ է տեղի ունեցել մահը, եւ արդյոք երեխայի կյանքը հնարավոր էր փրկել, դա կարող է փոխել ոչ միայն մեղադրանքի ձևակերպումը, այլ նաեւ պատասխանատվության շրջանակը։ Միաժամանակ ստուգվում է, արդյոք ընտանիքն ունեցել է որևէ շփում բժշկական ծառայությունների հետ դեպքից առաջ կամ ընթացքում։ Կարևոր է հասկանալ, եղել են նախանշաններ, որոնք հնարավոր էր նկատել, բայց անտեսվել են։ Տիգրանի գտնված տարածքը համարվում է հիմնական գործողությունների դաշտ։ Այն բարդ է հատվածներով, պակաս տեսանելի, կտրուկ շարքերով եւ քարերով։ Քննությունը համարում է, որ որոնումների առաջին օրերին երեխայի այնտեղ չնկատվելը կարող է ունենալ տեխնիկական բացատրություն, բայց չի բացառում նաեւ այլ սցենարներ։ Այս փուլում քննիչները չեն բացառել ոչ մի վարկած։ Ամեն նոր տվյալ բերում է նոր հարց. ինչ է տեղի ունեցել առաջին օրվա ընթացքում, ուր էր Տիգրանը այդ ամբողջ ժամանակ։ Քննությունը մոտենում է այն փուլին, երբ յուրաքանչյուր փաստ այլևս չի կարող անտեսվել։ Յուրաքանչյուր բաց թողում, յուրաքանչյուր ուշացած գործողություն, յուրաքանչյուր չասված խոսք այժմ վերադառնում է որպես քննիչ հարց։ Որտեղ էր Տիգրանը այդ օրերին, ինչու նրան չտեսան այն վայրում, որտեղ որոնել էին բազմիցս, եւ ինչու հենց հիմա են հայտնվում նոր մանրամասներ։ Պաշտոնական մարմիններն ընդգծում են, այս հարցերը դեռ չեն կարող ունենալ մտովի պատասխաններ։ Ամեն ինչ պետք է հիմնված լինի միայն իրականության վրա, բայց մի բան արդեն պարզ է, գործը շատ ավելի բարդ է, քան սկզբում էր թվում։ Տիգրանի հայրը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքի յուրաքանչյուր բառ համադրվում է փաստերի հետ։ Թաքցված է եղել ինչ-որ կարևոր մանրամասն։ Որոշումներ են կայացվել, թե ընտանիքը հայտնվել է իրավիճակում, որտեղ օգնությունն ուշացել է։ Քննիչները եզրակացնում են, այս պատմության բոլոր հանգույցները կարող են հանգեցնել մեկ վճռական հանգամանքի, արդյոք եղել է կանխամտածված վնաս, թե տեղի է ունեցել ողբերգական իրադարձությունների շղթա, որը ոչ ոք չի կարողացել կանգնեցնել։ Տիգրանի եղբայրներն ու քույրը դարձել են միակ կենդանի վկաները իրադարձությունների հաջորդականությանը, բայց նրանց մանկական հիշողության բեկորները պետք է վերածվեն օրինական փաստերի։ Այդ պատճառով նրանց ցուցմունքները պաշտպանված են գաղտնիությամբ։ Հասարակությունը սպասում է պատասխանների։ Արդարության պահանջը բարձր է եւ հստակ։ Փոքրիկի մահը չի կարող մնալ անպատասխան հարցերի խորքում։ Յուրաքանչյուր լրություն այստեղ ցավ է, ամեն ուշացում նոր կասկած։ Քննությունը դեռ չավարտված է, դատարանը դեռ չի կայացրել վերջնական որոշումները։ Իսկ ճշմարտությունը որքան էլ ծանր լինի, պետք է լիովին բացահայտվի։ Միայն այդպես հնարավոր կլինի ասել, որ Տիգրանի հիշատակը պաշտպանված է։ Բաժանորդագրվեք, որպեսզի առաջինն իմանաք նոր պաշտոնական հրապարակումները այս գործով։